Մարդկանց առողջության ապահովման և բժշկական սպասարկման խնդիրը արդեն ինչպես գիտեք Նուբարաշենում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պահման պայմանները բարելավվել են և նոր մասնաշենք է բացվել և մոտ ապագայում անազատության մեջ գտնվող հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք նաև կտեղափոխվեն Նուբարաշեն համապատասխան պայմաններում ըստ էության իրենց պատիժը կրելու և այս առումով կարծում ենք, որ այդ քայլը առաջանցիկ քայլ է անձանց պատշաճ բժշկական սպասարկումը ապահովելու տեսանկյունից։ Ասեցիք բնական մահեր կան և ինքնասպանություններ, իսկ այդ ինքնասպանությունները դեպքեր ուսումնասիրվում են, միջանձնային ենթեղը։ Բոլոր դեպքերը ուսումնասիրվում են։ Ես չեմ ուզի դեպքերն անհատականացնել, բայց կարծես թե այս պահի դրության պարկատվյալներով բոլոր դեպքերը կապված են հոգեկան առողջության որոշակի խնդիրներ ունեցող անձանց հետ։ Այսինքն այդ անձինք ըստ էության հակված են եղել ժամանակին ինքնավնասման և ես ուզում եմ ազնիվ լինել, մենք որքան էլ որ փորձում ենք հետևել, որպեսզի այդ ինքնավնասումները ճակատագրական ելքի չհանգեցնեն, երբեմն չենք հաջողվում այդ աշխատանքում և ներողություն ես ավարտեմ իմ խոսքը նոր կհարցնեք։ Եվ այդ է պատճառը, որ հիմա ուսումնասիրում ենք միջազգային փորձը, որպեսզի նմանատիպ հակվածություն ունեցող անձանց խցերում տեղադրենք տեսախցիկներ և սա նորամուծություն է լինելու, բայց այլակերպ պայքարելը այս երևույթի դեմ ուղղակի հնարավոր չէ և այս առումով մեր միջազգային գործընկերներն էլ իրենց փորձով երբ կիսվում են, ասում են այլ հնարավոր տարբերակ քան տեսախցիկներով նմանատիպ անձանց վերահսկելն է, ուղղակի գոյություն չունի։ Եվ սա քայլերից մեկն է, որ նախատեսում ենք մենք անել, որպեսզի նմանատիպ անձանց կյանքի իրավունքը, այսպես ասեմ, մենք կարողանանք ապահովել։ Մենք ես դրա համար չէ, տեսեք, բալանսավորում է պետք գտնել ճիշտ եւ այն դեպքում, երբ վտանգը սպառնում է անձի կյանքին, գուցե հնարավոր են որոշակի սահմանափակումներ եւ մենք այս առումով հեծանիվ հորինող չենք։ Աշխարհում այդ փորձը գոյություն ունեցի եւ մենք փորձելու ենք տեղանալ։ Անձինք համապատասխան բուժ հաստատություններ կամ համապատասխան բուժ օգնություն չեն ամբողջ խնդիրն այն է։ Թիվը ավելացել է, թե տպավորությունն է այդպես մահվան դեպքերի։ Չէ, փաստացի, եթե խոսում ենք թվերի մասին վիճակագրական, իրականում դեպքերը ավելացել են, մենք ունենք դեպքերի աճ եւ գուցե դա պայմանավորված է նրանով, որ որոշակի խումբ անձինք ավելի շատ են այս պայդրությամբ գտնում անազատության մեջ, քան դա առաջ էր, բայց սա պատասխան չէ, կարծում եմ, եւ մենք այս ուղղությամբ պետք է աշխատանքներ տանենք։ Ինչ ենք անում մենք։ Մենք հիմա իրականացնում ենք հոգեկան առողջության որոշակի խնդիրներ ունեցող անձանց հաշվառում, որպեսզի մենք հստակ իմանանք, թե մեր կոնտինգենտից որքանն է, որ իրականում հակված է ինքնավնասման, որպեսզի նրանց հետ կատարենք անհատական աշխատանք այդ ռիսկերի կառավարման գործիքի համատեքստում։ Փաստորեն ձեր մտերմում որ նշանակեցիք չօգնեց։ Եվ մի բան էլ ինչ հարցրիք։ Ասեցի փաստորեն ձեր մտերմին, որ նշանակվեց ԿԿՊ, ըստ էության որևիցե արդյունք չտվեց։ Այո, հստակ պատճառական կապ է առկա նշանակման եւ մահերի աճի միջև։ Այսինքն խոսքը կտրելու են, այո, կտրելու են եւ տարածեն, ես վստահ եմ։ Հիմա որ ձեր ղեկավարած կառույցում պայմաններ չկան, դրա համար մարդիկ ուզում են ինքնասպան։ Հոգեբաններ չեն աշխատում, օրինակներում, ինչ չեն աշխատում, եթե չէ։ Վերադառնամ ձեր հարցին, տեսեք, ինչու է նմանատիպ անձինք պատասխանատվություն կրում այժմ քրեակատարողական հիմնարկներում, որովհետև այդ հարցերը ես կանդրադառնամ ձեր հարցին, հարգելի լրագրող։ Ձեզ հարգալից պահեք։ Ես կանդրադառնամ ձեր հարցին, հարգելի լրագրող։ Եվ ավարտեմ մյուս լրագրողի պատասխանը։ Ասեք, որ ավարտեմ նոր, լսում եք, եթե դուք բարեհաճ լինեիք եւ ինձ չընդհատեիք։ Դուք խոսում եք բարեհաճությունից, դուք եք խոսում։ Մի հատ էլ հետ տվեք ձեզ նայեք, էլի։ Տեսեք դուք բարեհաճ գտնվեցիք իմ հանդեպ։ Եք ուզում պատասխանեմ ձեր ընդհատելուն։ Ես ասում եմ, մի հատ հետ տվեք կադրը եւ նայեք ձեզ։ Տեսեք բարեհաճ եք այլևս չեմ։ Այդ անհամարական ձեր ձևը։ Վերադառնալով ձեր հարցին, ինչու են այդ անձինք պատասխանատվություն կրում այսօր քրեակատարողական հիմնարկներում, որովհետեւ
այդ հիվանդությունները, որոնք որ ունեն, գուցե ունեն այդ անձին, չեն համապատասխան կառավարության որոշման այն ցանկին, որոնք որ անհամատեղելի են համարում հիվանդություն պատժի կրման հետ եւ առողջապահության նախարարության հետ համատեղ մենք այժմ նաեւ վերանայում ենք կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հիվանդությունների ցանկը, որպեսզի կարողանանք այն ընդլայնել եւ այլևս նմանատիպ անձինք, որոնք իրական առողջական խնդիրներ ունեն, չհայտնվեն ճաղերի ետևում, այլ ստանան համապատասխան բժշկական։ Տեղում ստանում են, տեղում աշխատում են բժիշկներ, տեղում աշխատում են հոգեբաններ, տեղում ունենք նաև սոցիալական աշխատողներ, բայց իրականում աշխատանքը բարդ է, որքան էլ որ ամենօրյա լինի եւ մենք պարբերական աշխատանքով փորձենք այդ խնդիրները լուծել, ինքը բավականին բարդ աշխատանք է։ Իրականում իսկ զոն նայողների, որտեղ նաև ասում են, որ ըստ էության նաև այդ էլ է հանգեցնում ճնշումներ կան, այդ քրեական ենթամշակույթը դեռևս արմատացած է գաղութներում։ Ես չեմ կարծում, որ մենք այսօր այդ խնդիրը որպես սուր խնդիր ունենք, որովհետև յուրաքանչյուր կոնկրետ նմանատիպ երևույթի արտահայտության դեպքում այդ երևույթը հստակ հակազդեցություն է ստանում եւ պետք է նշեմ նաեւ մի բան, որ հանրության կողմից երբեմն նույնիսկ մանիպուլացվում է այդ հակազդեցությունը եւ ես այդպես էլ չեմ կողմնորոշվում, թե մենք ի վերջո ինչ ենք ուզում։ Մենք նախարարությունը հստակ գիտի ինչ է ուզում եւ ես բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել նաև ծառայության աշխատակիցների հետ խոսելու այս մասին եւ ես շեշտադրել եմ այս մեկ եւ միակ կարեւոր հանգամանքը, որ արտոնյալ կարգավիճակ պետք է ունենա միայն մեկ անձ եւ այդ մեկ անձը քրեակատարական ծառայողն է եւ մենք հիմա առաջնորդվում ենք հենց այս սկզբունքով։ Դիգալը մեկ այլ հարց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի կապակցությամբ նորություններ կան եւ արդյոք հիմա մշակման այդ փուլը տեքստը մշակման փուլում է։ Արդյոք հասել եք այն փուլին, որ անկախության հռչակագրի հիմա փուլն է չէ։ Տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք տեքստի պատրաստումը։ Անկախության հռչակագրի դուրս գալը, որտեղ Փաշինյանը ասել է, որ կողմ է, որպեսզի անկախության հռչակագիրը դուրս գա, այդպիսի նախնական քննարկումներ կա, թե դեռ մենք տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է։ Այսինքն մի քանի տարբերակ կա սահմանադրական փոփոխությունների, որ ասում եք մի քանի տարբերակներ, մի քանի հայեցակարգեր կան, թե մեկի հայեցակարգը մեկն է, այդ հայեցակարգի շրջանակներում տարբեր նորմերի հետ կապված կան տարբեր քննարկումներ։ Իսկ Գայլան դա նախ որոշակի լինի տեքստը։ Հանձնաժողովը կազմում ովքեր են։ Տարբեր մարդիկ, այդ թվում ընդդիմության ներկայացուցիչները ունեն հստակ տեղեր եւ չեն գալիս եւ ես խնդրել եմ որպեսզի իրենք ներկա գտնվեն այդ քննարկումներին եւ նաեւ կան եւ դեռ նիստ չենք հրավիրել, ուստի չեն պատասխանել առաջ մասնագիտացված հանձնաժողովը, որովհետեւ մասնագիտացված հանձնաժողովը հիմա հանձնաժողով չկա, խորհուրդը նկատի ունենք, խորհրդի կազմում կան նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Իսկ մեկ տարի որ մասնագիտացված հանձնաժողովը մարդ չկա, հա, անդամներ չունի եւ մինչ այսօր աշխատավարձի միայն 60 միլիոն է հատկացվել, սա այո, եւ մշակվել է հայեցակարգը, իսկ այդ հարցին ես չէ որ պետք է պատասխանեմ, բայց ամեն դեպքում այդ հանձնաժողովը մասնագիտական աշխատանք կատարել է եւ այդ դրա արդյունքն է նաեւ, որ մենք այս պահին ունենք հայեցակարգ մշակված։ Հիմա աշխատանքների իրականացման առաջնորդությունը ստանձնել է արդարադատության նախարարությունը եւ ըստ էության մենք սահմանադրության տեքստի մշակումը իրականացնում ենք մեր ներքին ռեսուրսի կներեք այդ հայեցակարգը օգտագործվելու է որևէ կերպ թե ոչ թե հայեցակարգում տեղ գտած դրույթները, այո, իրենց արտացոլումը որոշակիորեն ստանալու է դրանից հետո կտրվի խորհրդի դատի հանրաքվեի իրականացման հետ կապված է հարցը չեմ կարող հստակ ժամկետներ նշել, ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամիսների ընթացքում պատրաստ կլինի։ Իսկ իրավական բանկը, որտեղ ինչքան գիտեմ, ասում են 26 թվականի ընտրությունների միաժամանակ հնարավոր չէ, իրավունք չկա։ Չենք քննարկել ժամանակահատվածը, թե երբ է դրվելու դա հանրաքվեի։ Այսինքն կարող է ընտրության օրը միաժամանակ լինել չեմ կարծում։ Տիկին նախարար, բայց քանի որ հայեցակարգի փոխամշակումից հետո դուք եւ վարչապետը հայտնել եք դիրքորոշում, թե ինչպիսին պետք է լինի
Սահմանադրությունը, արդյոք այդ հայեցակարգը 1 տարի առաջ պատրաստված հայեցակարգ ակտուալ է թե ակտուալ չէ, որոշ մասերով միանշանակ ակտուալ է, որոշներով լրացման կարիք ունի իհարկե։ Երբ տեքստը պատրաստ լինի, մենք հայեցակարգային առանձին դրույթներ իհարկե հանրության դատին կհանձնենք եւ շատ մանրամասն կքննարկենք, թե ինչի մասին է խոսքը։ Այսինքն կուլիսների ետևում պահելու որևէ առիթ եւ հնարավորություն չկա, երբ ինձ հարցեր են ուղղվում, ինչու չեք ասում, ես միշտ ասում եմ, ասելու ենք իհարկե, որովհետեւ վերջնարդյունքում ժողովուրդն է քվեարկելու կողմ կամ դեմ նոր սահմանադրության։ Բայց կարևոր է թե երբ դա կասվի։ Կասվի եւ բավարար ժամանակահատված իհարկե կտրվի, ժամանակամիջոց կտրվի, որպեսզի ժողովուրդը կարողանա ձևավորել կարծիք եւ խոսքը նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասին է եւ նաեւ բնակչության ընդհանուր։ Նախարարը նշանակվել նոյեմբերի 24-ին խաղում 2024 թվականին հաշված ամիսներ ալու նախարարը, բայց լրագրողների հետ ձեր շփումը ոնց որ այնքան է լավ ստացվում, դուք ակնհայտ արամարական վերաբերում դրսևորեցիք քիչ առաջ լրագրողի հանդեպ, ուզում հասկանալ, արդեն հասցրել են զզվացնել ձեզ լրագրողներ, ինչով է պայմանավորված ձեզ վերաբերմունքը։ Խտրական մոտեցում եք դրսևորում ընդդիմադիր իշխանական լրագրողների հանդեպ։ Ես ուզում եմ ձեզ հիասթափեցնել, ես իրականում մինչ այժմ չգիտեմ, թե որ լրագրողն է ընդդիմադիր եւ որ լրագրողն է իշխանական, եթե այդպիսի բաժանում գոյություն ունի։ Եվ ես մշտապես գուցե ճիշտ եք։ Եվ կարծում եմ, որ հաստարկված կարող եմ խոսել այս պահի դրությամբ եւ ասել, որ ես պաշտոնատար անձ եմ, ով մշտապես լրագրողների հետ շփումներում բաց է, բայց կարծում եմ, ինչպես յուրաքանչյուր խելամիտ եւ ողջամիտ մարդ, ես ինքս տանել չեմ կարողանում, երբ հարցը հնչել է եւ ես պատասխանում եմ եւ կողքից մարդիկ ընդհատում են եւ իմ արձագանքը ընդհանրապես արձագանք է անհարգալից վերաբերյալ։ Եվ ես մշտապես պահեմ եւ բաց եմ շփվել լրագրողների հետ։ Եվ Տիկին Գալյան օրը ցերեկով ողջ եթերում քաղաքապետը մարդ է ծեծում, չի լինում ոչ քաղաքական պատասխանատվություն, ըստ էության գործարկել, բայց քաղաքական պատասխանատվություն դրան չի հաջորդում, ձեր գնահատականը Ես չեմ կարող դրան գնահատական տալ, համայնքային ծառայություն իրականացնող անձանց մասին է խոսքը, կառավարության ներկայացուցիչ եւ այո, եւ հարգել լրագրողը շատ ճիշտ նշեց, որ քրեական գործ է հարուցվել, ես կարծում եմ, որ քրեական գործի հարուցումը հետագա ընթացքը խնդրի լուծման ցույց կտա։ Ավելի ուշ, որտեղ ծեծվողի նկատմամբ ավելի շուտ էին գործառույթում, քան ծեծվողի, նման բան չենք տեսել։ Փաստը որն է, որ քրեական գործ է հարուցված, չէ։ Հիմա ինձնից ինչ արձագանք է կալում։ Պետք է հարուցվել քրեական գործը հարուցվել է դեպքի արդյունք։ Ես բռնությունը դատապարտում եմ բոլոր տեսակի բռնությունների։ Բոլորը իշխանության բռնությունների մասին է խոսքը։ Բռնության մասին է, բայց դա ինչ օգուտ է տալիս։ Դե մենք ես չեմ կարող վերցնել տվյալ անձին եւ տեղափոխել քրեակատարական հիմնարկ։ Անգամ շատ մեծ ցանկության դեպքում, բայց քրեական գործը հարուցված է եւ կարծում եմ, որ քրեական գործը հարուցված է համապատասխան դեպքի արդիվ, որը կարող է պարունակել քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ։ Հիշել 2018 թվականի հեղափոխական գաղափարները, որտեղ ծեծը, բռնությունը եւ հակաժողովրդավարական այդ գործառույթները։ Ես կարծում եմ, մենք բոլորս դա հիշում ենք եւ հիշելը նաեւ փաստվում է այն գործողությունների իրականացման, որոնք այսօր արկա են։ Խոսքը տարբեր բնույթի քրեական գործերի մասին է, խոսքը տարբեր կալանավորումների մասին է եւ նաեւ դատապարտումների մասին է, այդ թվում նաեւ կոռուպցիոն դեպքերի մասին եմ ես խոսում։ Ուղղակի վարչապետը խոսում էր հոգատար հանրության մասին, բայց իր պաշտոնատար անձինք ծեծով են օգտանում քաղաքացիների մասին։ Ես չգիտեմ իր պաշտոնատար անձ հասկանում եմ։ Չէ, ծեծը դատապարտելի է, ցանկացած տեսակի բռնություն դատապարտելի է եւ նաեւ մենք վերջերս շատ ենք խոսում ատելության խոսքի, անհանդուրժողականության, բռնության կոչերի եւ այլնի մասին եւ այս ուղղությամբ նաեւ օրենսդրական փոփոխությունների փաթեթ ենք պատրաստում։ Ես չեմ հասկանում իր պաշտոնատար անձ ասելով ինչ նկատի ունենք, մեր երկրում հստակ բաժանումներ կան պաշտոնատար անձանց եւ բոլոր չեմ կարծում հարցը տեղին է իրականում, իր պաշտոնատար անձը։ Պաշտոնյա չի, հանրային միջոցներից սնված մարդ է։
հանրային ծառայություն իրականացնող անձ է, որը համենքային Տիկին նախարար եւ մեկ առաջարկություն այնուամենայնիվ դատապարտյալների հետ կապված քրեակատարողական հանրության մոտ կա, հա, ոչ թե կա, հենց այդպես է, փակ տեղ է եւ այնտեղ բաներ են կատարվում եւ շատ ժամանակ լրագրողների մուտքը արգելված է։ Մեկ առաջարկություն կազմակերպել շրջայց լրագրողների մասնակցությամբ, բայց պայմանով որ լրագրողներն ազատ գործեն, նկատի ունեմ գլխներին վերադարձ չկանգնի, որ մարդիկ ազատ չպեն եւ գուցե իրենց խնդիրը առողջականային թվում եւ մեր մոտ բարձրացնել ինչը հնարավոր շրջայցի ընթացքում ցանկացած անձին ուղեկցելը պատահական չի արվում, դա արվում է ձեր իսկ անվտանգությունը ապահովելու համար, որևէ խնդիր չեմ տեսնում, որևէ խնդիր չեմ տեսնում կազմակերպելու հետ կապված եւ քրեակատարողական հիմնարկների մասով ուզում եմ մեկ կարևոր բան շեշտադրել։ Անազատության մեջ գտնվող անձանց իրավունքները եւ դրանց ապահովումը, այո, շատ կարևոր է։ Մենք այստեղ պետք է նկատի ունենանք մեկ կարևոր հանգամանք։ Պետությունը ունի պոզիտիվ պարտականություն ապահովելու նորմալ պայմաններ եւ այդ պայմանները ինձ թվում է պարզից էլ պարզ է, որ պետք է չլինեն հիանալի եւ հրաշալի եւ կամ ճոխ։ Եվ մենք հիմա մեր քաղաքականություն տանում ենք այն ուղղությամբ, որ պատշաճ պայմաններ ապահովենք անազատության մեջ գտնվող անձանց համար, խոսքը եւ պահման պայմանների մասին է եւ առողջության իրավունքի իրացման մասին է։ Եվ կարծում եմ, որ մոտ ապագայում արդեն իսկ մեր կողմից ձեռնարկված քայլերի իրենց արդյունքը կտան, մենք շարունակական վերանորոգումներ ենք իրականացնում։ Ձեզ գրություն ուղարկենք, հնարավոր կլինի ցանկություն հայտնող լրատվամիջոցների եւ լրագրողների դեպքերը որոնցել են, հետո ուսումնասիրվել է ինչն է պատճառը եղել ինքնասպանության դեպքերի, հոգեմետ քրեական չէ, ինքնասպանությունների ձևի մասին չեմ ուզենա խոսել, պատճառները տարբեր են, հոգեմետ դեղերի օգտագործում կամ քանի որ թմրանյութերի շրջանառությունը շատ է թմրանյութերի օգտագործում, որտեղ է շատ թմրանյութերի շրջանառությունը շատ չէ քրեակատարողական հիմնարկներում հասնում։ Իսկ պատճառները բաց են ինչն է։ Որոշ դեպքերում այո, ակնհայտ են, որոշ դեպքերում ոչ, բայց այդ հարցերի պատասխանը պետք է քրեական գործով տրվի, այսինքն ես չեմ կարող իրավունք վերապահել ինձ եւ խոսել կոնկրետ դեպքերի պատճառների մասին։